Մայրենի դասընթացներ կազմակերպելու ծրագրեր ունեք, թե ոչ։ Տեսեք, մեր մայրենի լեզուն շատ հարուստ լեզու է, պարոն Կիրակոսյան։ Մենք օրինակ ես բարեգործականը հայոց լեզվի հայերեն իմացության դասընթացներ մեր մայրենի լեզուն շատ հարուստ լեզու է։ Ունեցել է իր ժամանակաշրջան, իր տարբեր զարգացման ժամանակաշրջաններ։ Օրինակ, մենք խոսում ենք մի բարբառով, բարբառային շատ, որը հայ ժողովուրդը խոսացել է 1500 տարի։ Ես կարողանում եմ խոսել այնպիսի բարբառով, որը մեր մատյանների մեջ միջնադարի իմ բարբառով է գրված։ Եթե ցանկություն լինի իրար հետ գնանք մատենադարան, այնտեղ շատ մատյաններ կան, որ ես իմ բարբառով, մուժ քաղաքի բարբառով ես կհասկանամ, դուք չեք հասկանա։ Դեռ հարցը, որ հայերենն է ավելի հին, մենք տարբեր հայկական խոսույթների ենք տիրապետում եւ ես գնահատում եմ բարբառների իմացությունը որպես արմատներին ծանոթ լինելու կարևոր հատկություն։ Օրինակ ձերը ամենանավակացում խարսի բարբառն է, որը նույնպես հին բարբառ է, բայց ամենայն հավանականությամբ դուք չեք ամաչում ձեր բարբառից, թե ամաչում եք։ Մի ճշտում էլի, պարոն Կարապետյան, ընկերությունը, որի մասին ես հարցրեցի, այդ ընկերությունը, այսինքն Տաշիր կապիտալի մեջ է մտնում, ճիշտ հասկանում։ Ընկերություններ կան, որտեղ մենք սեփականություն ունենք, ես սեփականություն։ Ամենայն հավանականությամբ այդտեղ սեփականության բանով պետք է իրավաբանների հետ նայենք սեփականության։ Բան կա ուղղակի այդ մի հոդվածի մի կետի մեջ երևի ինչ-որ սխալ են գրել։ Սխալմամբ նշել են ձեզ որպես Ռուսաստանի քաղաք։ Երևի ավտոմատ ինչ-որ։ Հիմա դուք դա ճշտող թղթերի եք սպասում Ռուսաստանի։ Դիմել ենք, արխային եղեք, այդպեսի խնդիր չկա։ 2020 թվականից է ձեր գրանցումը, այնտեղ այդպիսի նշում կար։ Ուրեմն հասկանալ դուք այս տարիների ընթացքում չեք հետևել այդ ընթացքին, այսինքն այդ փաստաթղթերին երբևէ չեք նայել եւ հիմա ձեզ համար նորություն էր այս ամենը։ Այդ անճշտությունը չեմ տեսել, ուշադրություն չեմ դարձրել, այդպեսի խնդիր չկա։ Արխային եղեք, նորմալ է։ Եվ դատի տալու հետ կապված, հա։ Պարոն Կարապետյան, դա երկար process է տևելու ըստ էության, մինչև հայց ուսումնասիրեն, ընդունեն, նիստեր նշանակեն։ Այդ ապա միջոց անենք, բա ինչ անենք, ես ամեն օր, այո, լսում եմ։ Արդյոք հնարավոր է, որ պարոն Կարապետյանի հետ կապված դրվագով այլ ապացույցներ, հա, փորձեք նաև Ռուսաստանից ստանալ, վերցնել, հրապարակել, հետո միջև ընդհանրապես դատի տակ դատվի։ Չէ, դատական process-ը մենք կդիմենք, այցի ապահովման միջոց կանենք, կփորձենք հոգեկան ավարտեմ, կփորձեմ հոգեկան անհավասարակշռություն ունեցող այն անհատներին, ովքեր մեր հայրենիքում անգամ պաշտոներ են զբաղեցնում, շուտ աջակցություն տրամադրենք։ Ամեն օր թանկ է մեզ համար, որպեսզի այդ մարդիկ ունենան հավասարակշիռ վարքագիծ եւ մյուս բանը ասեմ, մենք պետք է նաեւ աշխատենք մեր երկրում իրապես մեր երկրում վերջի տարիներում բավականին տարօրինակ դեպքեր են տեղի ունենում, երբ պատմականորեն ամեն տարի մի քանի Ադրբեջանից եւ Թուրքիայից գործակալներ էին հայտնաբերվում եւ պատահաբարորեն վերջի տարիներում Հայաստանում պարզվում է, որ չկա ադրբեջանցի կամ Ադրբեջանից կամ Թուրքիայից գործակալ։ Ուզում եմ ասեմ, որ մենք պետք է շեշտը դնենք, շատ կարևոր շեշտ պետք է դնենք, պարոն Կիրակոսյան, գործակալական ցանցի, թուրքական գործակալական ցանցի, ովքեր կրթություն են ստացել այնտեղ, ինչ որ ազդեցություն ունեն թուրքերը իրենց վրա վերանման, որովհետև դա մեծ վտանգ է ներկայացնում մեր թշնամի երկրի գործակալական ցանցը։ Պարոն Կարապետյան, այսօր մամուլում գրվեց, որ ուժայիներին առաջադրվել է խստացնեն ձերբակալությունները ընդդիմադիրների դաշտում։ Կարծում եք ձեզ առաջադրվող այս տեղեկությունները այդ սցենարի շրջանակում են։ Կներեք, մի քիչ բարձր կասեք։ Այսօր մամուլում լուր տարածվեց, որ առաջարկվել են ընդդիմադիրների դաշտում ավելի խստացնել այսպես ձերբակալությունները։ Կարծում եք ձեզ մեղադրվող այս փաստը այդ սցենարի շրջանակում է։ Քաղաքական ձերբակալությունները գործելավոճ է դարձել, բայց կարող եմ մի բան ձեզ ասել, որ մի քանի բանից ուշանում ենք, բայց ձեզ կարևոր բան ասեմ, դա ավելի է մարդկանց ոգևորում փոխել էս իշխանությանը, որտեղ նրանք սկսել են ուղղակի ձերբակալություններ իրենց քաղաքական հարցեր լուծել։ Հայաստանում, կներեք մեր ջան, Հայաստանում թմրամոլության շեշտակի աճ կա 3-4 անգամ։ Հանցագործությունների աջափնյակում այստեղ բազմաթիվ կրակոցներ եղան, բազմաթիվ մարդիկ վիրավորվեցին։ Անգամ դրանից հետո հայկական ոստիկանությունը գնում է երկկառավարության ղեկավարի հետևից, բռնում է ընդդիմադիրներին միայն, չի բռնում թմրանյութեր վաճառողներին, չի բռնում
հանցագործության մեր երիտասարդներին դպրոցներում թմրանյութերի հետ ծանոթացնողներին, ոչ հայ հասարակությանը մի բան ասեմ, մեր հասարակությանը երբեք դա բնորոշ չի եղել։ Հայ հասարակությունը միշտ թմրանյութերից ես հիշում եմ հարևան երկրում, մեր հարևան այնտեղ որտեղ ես էի ապրում, հարևան երկրում ինչպիսի մակարդակ էր թմրամոլության եւ ինչպիսի ցածր մակարդակ էր Հայաստանում հայ ընտանիքների զավակները երբեք դրան չեն գնացել մեծի մասամբ 90%, 99% սա նոր երևույթ է Հայաստանում բավականին քննադատել է կներեք։ Նիկոլ Փաշինյանը ներողություն անդրադառնալով ուժեղ Հայաստանին, մասնավորապես գաղտնալսումների թեմայով, նաև անդրադարձել էր ձեր հայրիկին, նշելով, որ անգամ հարկ չի համարում իջնել եւ քայլել, նշելով, որ որովհետեւ իրենք քայլող չեն, քայլեցնող են, գումարը տալիս են մարդկանց, մարդիկ էլ գալիս քայլում են։ Ձեր ում է տվել։ Պարոն Փաշինյանը գիտի հայրս ում է տվել գումար։ Կարող է ինչ-որ բաներ գիտի իրան ընդհանուր Քիստող ում է տվել իմ հայրը գումար։ Պարոն Փաշինյան որտեղից գիտի։ Լավ, հարցը ուրիշ ձև ասեմ։ Հայրս երկար կանգնելու դեպքում ոտքի հետ կապված բան կա, դրա համար երկար կանգնելու տեղը նստում։ Ձեր հայրը իմ հարցը դադարեցնեն նորել իտա մարսս գոչումները ասում եմ շատ բարձր է գոչումները դադարեցնեն նոր մարսս Պարոն Կարապետյան մի քիչ ուշ մնացած է, բայց եթե պատասխանել եք ներողություն երկրորդ անգամ եմ տալիս հարցը Ինսայդեր պարբերականն է, որը երեք սկանդալային հրապարակումը տարածեց, թողարկեց Դուք այդ պարբերականին դատի տալու մտադրություն ունեք կամ արդեն համապատասխան գործընթաց սկսել եք, սա առաջին հարցը եւ ձեր հորեղբոր FSB-ի աշխատակից լինելու հանգամանքը հերքելու համար արդյոք պատրաստվում եք հարցում զապրոս անել համապատասխան մարմին FSB Պետք է հարցումներ անեն Այնտեղից այո Մենք պետք է հարցում կատարենք եւ հայկական հետախուզությունը պետք է ճիշտ աշխատի իշխող կուսակցության մեջ Թուրքիայում սովորած Թուրքիայի ազդեցության տակ գտնվող տարբեր գործիչների անցյալից որպեսզի հնարավորություն ունենան գործականներին վեր անել մեր երկիրը այսօրվան բերողներին վեր անել դա առաջնային խնդիր է ամենակարևորը դուք վստահ մեր հասարակությունը կարող է վստահ լինել որ մեր ընտանիքի անդամները մի զբաղվել են գործարարությամբ եւ գործարարությամբ էլ մենք մեր ապագան միշտ տեսել ենք իսկ ինչ վերաբերվում է քաղաքական շրջանակներում ծվարած Թուրքիայում կրթություն ստացած գործիչներին, որոնք այսօր նաև քաղաքական ազդեցություն ունեն հայ-թուրքական բանակցությունների վրա, մենք պետք է հետաքննենք, տեսնենք թե ինչպես է եղել, որ մարդը Թուրքիայում կրթություն է ստացել, մարդը մերժել է, որ Թուրքիայում կրթություն է ստացել, Ալեքսանյան Ալիկը հրապարակել է այդ մասին տվյալներ, որից հետո նա անգամ չի բարեհաճել մեր հասարակությանը պատասխանի, թե ինչու է խաբել մեր հասարակությանը։ Շնորհակալ եմ։